Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, շարունակում ենք մեր ուսումնասիրությունը նամակ գաղատացիներին, 4-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 18-ից 31 համարները։ Ինչպես միշտ, մենք աղոթում ենք, որ դուք էլ նույնպես զորանաք Աստծո խոսքով, առաջադիմեք Աստծո խոսքով եւ երբ որ ստանում եք այս պատգամները, ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Քանի որ հարկավոր է, որ յուրաքանչյուրս աշխատողներ լիներ, ծառաներ լինել երկնքի արքայության համար։ Նաև ասեմ հարգելիներս, որ սա մեր առաջի թողարկումն է լինելու 2026 թվի համար, 2 շաբաթ արձակուրդ ենք վերցրել, բացակայել ենք մեր շաբաթական թողարկումներից եւ ուղղակի ձեզ ասեմ, որ մաղթանքներս է, որ Տերը ձեր համար այս տարի ավելի մեծ հնարավորություններ տա իր խոսքը ուսումնասիրելու եւ աշակերտվելու Աստծո խոսքով։ Թող Տերը ձեզ առատորեն օրհնի այս տարի, զորացնի ձեզ եւ պարզ ասած դուք էլ ավելի լրջորեն եւ ուշադիր կերպով ու հավատարիմ կերպով շարունակեք Տիրոջը ծառայել։ Ուրեմն եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, փառք ու շնորհակալություն ենք քեզ հայտնում։ Շնորհակալ ենք բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Աղոթում ենք այսօր մեր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում ենք, որ նրանց առատորեն օրհնես եւ օրհնես այսօրվա սերտողությունը։ Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին մեզ դասավանդի եւ Տեր պատրաստ ենք սովորելու քո խոսքից։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգելիներս, ուրեմն վերնագիրն է այս կիրակի օրվա սերտողության Սինա լեռ թե վերին Երուսաղեմ։ Պողոս առաքյալը 18-ից 31 համարներում երկու կարևոր ուսուցում ունի մեզ փոխանցելու, սովորեցնելու։ Մեկը ճշմարիտ հովիվի սիրտն է, որ ներկայացնում է նա եւ տեսնում ենք, թե ինչպես է նա ցավում եկեղեցու համար, եւ մյուսը օրենքի եւ շնորհի փրկության տարբերությունների մասին է մեզ սովորեցնում, օգտագործելով Սարայի եւ Հագարի օրինակները։ Եկեք հիմա կարդանք ամբողջությամբ 18-ից 31 համարները եւ անցնենք սերտողությանը մեր։ Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել եւ ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ Իմ զավակներ, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի։ Կամենում եմ հիմա ձեզ մոտ գալ ու իմ խոսելավոճը փոխել, որովհետև ձեզ համար տարակուսանքի մեջ եմ։ Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասեք ինձ, օրենքը չեք լսում, որովհետև գրված է, որ Աբրահամը 2 որդիներ ուներ, մեկը աղախինից, իսկ մյուսը ազատ կնոջից, բայց նա, որ աղախինից էր, ըստ մարմնի էր ծնված բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։ Այս բաներն այլ բանություն են։ Այս 2 կանայք 2 կտակարաններն են, մեկը Սինա լեռից ծառայության համար ծնեց, որ է Հագարը, որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է, իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է, որովհետև գրված է ցնցա ով ամուլ, որ չէր ծնում, կոչիր ու աղաղակիր դու, որ երկունքի ցավ չէր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողին։ Իսկ մենք եղբայրներ Իսահակի պես խոստման որդիներ ենք, բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, որ հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։ Սակայն գիրքն ինչ է ասում. դուրս հանիր աղախնին,
եւ նրա որդուն, որովհետեւ աղախնի որդին ազատի որդու հետ շարանգություն չպետի ստանա։ Դրա համար եղբայրներ, աղախինի որդիներ չենք, այլ ազատի։ Լավ, եկեք հիմա ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչ է կատարվում։ 18-ից մինչև 20 համարները մեզ ցույց է տալիս հովիվի սիրտը։ Պողոս առաքյալը Գաղատիայի շրջանում եկեղեցիներ հաստատեց եւ այնտեղի ժողովրդի համար նա հոգևոր հովիվ էր հանդիսանում։ Նա էր, որ ջանք թափում, տրամադրում նրանց ուսուցելու, զարգացնելու եւ Աստծո խոսքի մեջ աշակերտելու։ Ու քանի որ այս խնդիրները առաջացավ եւ պարզ ասած Գաղատիայի այդ եկեղեցիներում սուտ վարդապետները ներխուժեցին, որպեսզի շեղեն Աստծո խոսքից փրկությունը, շնորհով հասկացողությունը եւ վարդապետությունը շեղեն ու նորից մարդկանց տանեն դեպի ծառայություն, դեպի ծանրություն, որը օրենքն էր ներկայացնում եւ հանդիսանում։ Հիմա այսպես ասած երկրորդ կետը, որ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ Աբրահամը հավատի հայրն է եւ խոստումի իրականացումը հավատով է իրականացվել, ոչ թե գործերով։ Այսինքն մի կին այսինքն գործներ ներկայացնում, իսկ մյուսը հավատը, որի միջոցով միայն Աստված կարող էր գործեր ու այդ հրաշքը մեջտեղ բերել։ Ամուլի կնոջը, որ չբերեր, տար զավակ։ Այսինքն սա ինչ է նշանակում եւ ինչ կապ ունի նոր ուխտի հետ։ Գիտեք, առաջի հերթին հավատով ենք մենք փրկված եւ ոչ թե գործերով։ Հավատով է փրկությունը, այսինքն փրկության խոստումը Հիսուս Քրիստոսով իրականացվում։ Նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 10 համարում Պողոս առաքյալը ասում է, որ սրտով հավատում են արդարանալու համար։ Ուրեմն հավատքը, այսինքն փրկությունը հավատքով է, փրկությունը հավատով է, փրկությունը Հիսուս Քրիստոսով է, ոչ թե մեր միջոցով, մեր ջանքերով եւ մեր կարողություններով։ Եվ հենց Աստված հենց այս պատճառով կատարեց այն ինչ որ արեց, որպեսզի ոչ մեկ չհպարտանա ասելով, որ ինքն իր սեփական ուժերով է ձեռք բերել իր փրկությունը։ Պողոս առաքյալը ասում է, որ սրտով հավատում ենք արդարանալու համար, իսկ Հագարի դեպքում նրա օրինակը գործերի հետ է կապում, քանի որ առանց հավատի է կատարվում օրենքը հետևում են կատարելու համար, իսկ դրանով փրկություն չկա։ Ուղղակի անverջ այդ ծանր կանոնները, ինչպես որ անցյալում եւ անցյալում սերտողություններում մենք սովորեցել ենք 613 կանոններ պահպանելու համար, իհարկե օրենքը հանդիսանում էր որպես ծանրություն։ Նույնպես եւ Աբրահամի արարքն էր գործերով Հագարի վերաբերյալ։ Կարծում եմ բոլորիս համար դա հասկանալի է, որ Աբրահամը ինքը իր սեփական ուժերով եւ կարողությունով եւ որոշումով կատարեց այն ինչ որ կատարեց եւ հետևանքն էր որ ծնվեց Իշմայելը։ Եվ Աստված արեց այն ինչ որ անհնարինն էր։ Չբերին երեխա տվեց եւ իրենց իհարկե նրանց ավելի ծեր հասակում, տարիքում եւ դա արվեց այնպես որ չասեն իրենց միջոցով կատարվեց։ Այսինքն հրաշքը գործեց Աստված, որ ցույց տա, որ միայն այդ անհնարին բանը Աստված կարող է կատարել։ Նույնն էլ փրկությունն է, Աստված իր որդու միջոցով տվեց փրկություն, որ չհպարտանան ու ասեն, որ իրենց ձեռով են կատարել դա։ Բայց Աբրահամը եւ Սառան չսպասեցին ու չհավատացին, նրանք իրենց ուժերով դա արեցին, որ նմանեցնում է օրենքին, քանի որ օրենքը հետևելու համար հավատք հարկավոր չէ։ Նա ասում է, որ հավատքով ապրելը եւ Տիրոջը վստահելը ավելի դժվար է, նաեւ այսինքն ասում է,
քան կանոնները ուղակի հետևելը։ Իսկ ասեմ ավելին, եթե մենք վերցնենք օրինակը Հագարի հենց կոնկրետ, կարող ենք տեսնել, որ երբ որ մեզ Պողոս առաքյալը սովորեցնում է, որ Հագարի զավակը ճնշում էր Իսահակին, հավատի զավակին, տեսնում ենք, որ այս նույն օրինակով այս սուտ վարդապետները, որը Պողոս առաքյալը նմանեցնում է եւ օգտագործում է Հագարի եւ արարքների եւ օրենքին, ճնշում էր, այսինքն այս սուտ վարդապետները ճնշում էին հավատով զավակներին, նոր ուխտի զավակներին եւ շնորհով փրկվածներին։ Դրա համար Պողոս առաքյալը քաջալերում է նրանց դուրս շպրտել, ինչպես որ Աստված հրաման տվեց Աբրահամին, որ Հագարին նա դուրս վռնդի, որպիսի արարքներով գործված իրականությունը չճնշի հավատով այն ինչ որ Աստված տալու էր Աբրահամին եւ հետագա սերունդներին, որ Աբրահամի սերունդի միջոցով Հիսուս կա եւ Հիսուսով էլ մենք ունենանք փրկություն։ Սա է գլխավոր միտքը։ Դրա համար Պողոս առաքյալը համեմատում է Սարային Երուսաղեմի հետ, օրենքի հետ, իսկ վերին Երուսաղեմը հավատն է, Հիսուսն է, նոր ուխտն է։ Սա է կարևոր հասկանալ։ Եվ այսպես մենք ավարտում ենք ուրեմն 4-րդ գլուխը նամակ Գաղատացիներին։ Հույսով եմ, որ այս երկու կարևոր մտքերը եւ ուսուցումը շատ հասկանալի էր եւ ձեր համար օրհնանք էր։ Ուղղակի եթե ամփոփենք, փաստորեն ստացվում է այն, որ տեսնում ենք մենք Պողոս առաքյալի հովիվի սիրտը, թե ինչպես է նա ցավում, եւ մի խոսք էլ ունեմ ասելու դրա վերաբերյալ։ Ուղղակի կուզեմ ասել, որ ուշադիր պետք է լինել, թե ում ենք մենք հետևում, ով է մեր հոգևոր հովիվը։ Իհարկե ես բոլորին քաջալերում եմ, որ եկեղեցու մեջ լինեն, եկեղեցու մեջ ծառայություն կատարեն եւ հավաքվեն եկեղեցում եւ այնտեղ խմբակային պաշտամունքի մասնակցեն, աղոթքի մասնակցեն եւ ծառայեն եկեղեցուն։ Եվ երբ որ մենք եկեղեցի ենք ասում, չենք խոսում 4 պատերի համար, մենք խոսում ենք իհարկե կենթանի եկեղեցու համար, որտեղ որ դուք հավաքվում եք եւ այդ տեղական, այդ կենթանի եկեղեցու մասին է խոսքը, հավաքվում եք, այնտեղ ծառայեք եկեղեցուն, ծառայեք միմյանց եւ կարեւոր է թե ով է հոգևոր հովիվը։ Իսկապես նա այդ անձնավորությունը Տիրոջ ծառան է, Աստծո որդի է, թե ուղղակի ձևական բնույթ է կրում եւ այս սուտ վարդապետների նման ձեզ շեղում է ճշմարտությունից։ Կարևոր է որ դա ուսումնասիրեք եւ աչալուրջ լինեք եւ այդքանը իմանալու համար հարկավոր է որ դուք Աստծո խոսքը իմանաք։ Պողոս առաքյալը պայքարի մեջ էր, Պողոս առաքյալը կռվում էր իր հոտի համար այս սուտ վարդապետների դեմ, որ բերել էին օրենքը եւ ծանրությունը, հին ուխտը, որ այլևս ուժի մեջ չէր, որովհետև եկավ նոր ուխտը, եկավ Հիսուս Քրիստոս, որ նրանց փրկություն տա։ Եվ ինչպես Հագարի զավակը այդ ծանրությունը, որը հանդիսանում է որպես հին ուխտը, ճնշում էր հավատի զավակին։ Եվ սա էլ մեր երկրորդ կարևոր կետն է հասկանալու եւ ընդունելու եւ ընկալելու համար, քանի որ հավատքը եւ այս նոր ուխտը փրկությունը գալիս է Հիսուսով, փրկությունը գալիս է հավատով։ Եվ եթե մենք հավատանք, կփրկվենք։ Ուրեմն կա կարևոր մի կետ։ Կետը այն է, որ երբ որ Սուրբ Հոգին մեր վրա գործում է, երբ որ Սուրբ Հոգին մեզ բերում է դեպի հավատքի, մենք չպետք է մերժենք Սուրբ Հոգուն եւ պետք է ընդունենք։ Քանի որ Սուրբ Հոգու գործը այն է, որ այս աշխարհում նա ամեն կերպ եւ ամեն ժամ աշխատում է մեր սրտների վրա, որպիսի մեզ հանդիմանի եւ հասկացնի մեր մեղավոր էությունը, որպիսի մենք գնանք Հիսուսին փրկության համար։ Երբ որ ստանում ենք փրկությունը, կնիքը մեր փրկության, այսինքն ապացույցը,
այն է, որ մենք ստանում ենք Սուրբ Հոգուն, Աստծուն մեր մեջ, որ բնակվում է մեր մեջ ընդմիշտ։ Ուրեմն այսպես, սովորենք Աստծո խոսքը, որպեսզի հասկանանք, թե Տերը մեզ ինչ ունի սովորեցնելու, սովորենք Աստծո խոսքը, որ չխաբվենք սուտ վարդապետների կողմից, սովորենք Աստծո խոսքը, որ կարողանանք մենք էլ նույնպես մեր հավատքը եւ մեր հավատքի հիմքերը եւ սկզբունքները եւ ավետարանը իհարկե կիսվել ուրիշների հետ եւ ամեն դեպքում պատրաստ լինենք պաշտպանելու մեր հավատքը եւ Աստծո խոսքը։ Ուրեմն հարգելիներս, Տերը ձեզ թող առատորեն օրհնի, մինչ մյուս հանդիպում։ Ամեն։